Բարև ձեզ հարգելի ընկերներ, երկու խոսք ուզում եմ Սամվել Կարապետյանի այդքան ուրախանում համար, որ բաց են թողել, իրականում բաց չեն թողել, այդ մարդը պլանավորված է։ Եվ ճիշտն շատ ցավալի է դիտել, թե ինչպես ազգային բարերարին, ազգային կապիտալ կրողին ունենք, բայց երկու մեծագույն իրականում շատ կարևոր անձիկ, մեկը գտնվում է թուրքերի բանտում, երկրորդը զնդանված էր Հայաստանում, հիմա թողել են տունը կալանքի տնային ու մարդիկ ուրախացել են։ Իհարկե, հիվանդ մարդուն, երկկողմանի պնևմանիայով մարդուն բռնել նորից հետ էին տանում զնդան, լռություն, ոչ ա ունեն, ոչ սարսափ ունեն։ Ասենք Սամվել Կարապետյանը բարոյական մարդ է եւ իր այդ հսկայական հնարավորությունները չի կիրառում իրականում ուրիշ ձևով հարցերը լուծելու համար։ Այ դատավորներ, այ ոչնչություններ, հասկացանք այդ հրեշը Նիկոլը։ Բա դուք այ կամակատարներ, այդ դավաճանի, այդ կապիտուլյանտի կամակատարներ, ուղեղը չունեք։ Մենակ այսօրվա քարի համար մտածել կարելի է այդքան։ Լավ հասկացանք հայ չեք։ Նույնիսկ Հայաստանի բնակիչ չեք ձեզ համարում։ Ոչ մի ձևով կապված չեք համարում ձեզ այդ հողի հետ, ազգի հետ ընդհանրապես։ Բայց զուտ որպես անասուն նույնիսկ այդ ինքնապաշտպանական ռեակցիաներ չունեք։ Այդ մարդու գործնեության հետևանքով հազարավոր ընտանիքներ բարգեւաճել են, գործ են գտել, տասնյակ մարդիկ ընդհանրապես իրենց կյանքով են պարտական այդ մարդուն։ Անձամբ ես ոչ մի բանով, բացի նրանից, որ ես հարգում եմ որպես ազգային բարերար, ազգային կապիտալի կրող, բարոյական հոյակապ մարդ, ես այդ մարդից անձնական շատ չունեմ, չնայած իմ ազգիս համար բարերարություն անողը ես նույնպես անձնական եմ համարում։ Դուք նույնիսկ չեք գիտակցում, այ ասենք Սամվել Կարապետյանը բացարձակ բարոյական մարդ է եւ ուզում է բոլոր հարցերը նույնիսկ իր անվտանգության գնով եւ այլն լուծել իր մեր ձևով, ասես իր բարոյական մարդու ձևով։ Նույնիսկ չեք կարող հասկանալ ինչեր են արել այդ մարդիկ։ Նույն այդ 44 տարվա պատերազմի ժամանակ, որ նույնիսկ խոսալ չի կարելի դրա մասին։ Նույնիսկ դուք կասկածում եք, որ այդ մարդու հետ մի բան կատարվի, ոչ թե դուք, այլ ձեր ամբողջ շրջապատը ձեր պատճառով կործանման ենթակա է։ Լավ որ դուք բռնել եք եպիսկոպոս Միքայելին, արքեպիսկոպոս Միքայելին, Բագրատին, Միքայելին, Թագաժառանգին հայոց, Մարգարեին հայոց, բռնել զնդանել եք։ Լավ, անհավատ եք, հրեշ եք, անասուն եք վերջի վերջո, դժոխքից չեք վախենում։ Նույնիսկ ձեզ թվում է, թե չի գտնվի մարդ կամ մարդիկ կամ տասնյակ մարդիկ կամ նույնիսկ հարյուրավոր մարդիկ, որ Միքայել Սրբազանի վրեժը ձեզանից առնելու են։ Արմեն Գրիգորյանի գլուխը ուտողը նույնիսկ չի հասկանում, որ կարող անցնի 1 տարի, 2, 3, 5 կամ 6, բայց դա դատապարտված է։ Բացի երկնայինից, իհարկե դուք երկնային եք, դուք Նիկոլայի դժոխքի հրեշի ծառաներն եք, դուք արդեն կապը կորցրել եք ինչ-որ հոգևոր արժեքների հետ։ Կազմակերպվում է ազգը։ Սկսել է կազմակերպել ազգը եւ բավականին արագ տեմպերով։ Իսկ քանի որ դուք արդեն ձեզ ոչ միայն ազգից, այլ նաեւ մարդկային էությունից դուրս եք դրել, դուք դարձել եք վարակ տարածող առնետ, հավատացած եղեք, ձեր այդ վարակակիր առնետներ հատուկ ձեր համար կգտնվեն եւ Միշելովկեք հատուկ գիլյոտինայից պետար եւ կգտնվեն ազգային կատուներ։